մի ձայնագրություն եմ ուզում անել, որովհետև ինձ օրվա բոլոր նյութերը, թեմաները, որոնք կապված են իմ երկրի հետ, երկրիս անվտանգության, ինչ ասեմ, բարգավաճման, հիմնականում քննադատության հետ, այդ բոլոր հարցերը ինձ մտահոգում են, դրա համար ես ամեն թեմայի մասին ուզում եմ մի բան ասած լինեմ, արտահայտված լինեմ, այն ինչ որ խոսում եմ իմ ընտանիքի անդամների հետ, խոսում եմ իմ ընկերների հետ, երբեմն վիճաբանում եմ, ուզում եմ նույնը նաև խոսել համացանցով, որ ավելի շատ մարդիկ լսեն։ Նորից պետություն, իշխանություն, պետություն չի ասի, իշխանություն եկեղեցի առճակատման մասին։ Ուրեմն բոլոր իմ ծանոթները գիտեն, որ ես թքած ունեմ ՔՊ-ի եւ նրա իշխանության վրա, ես ամբողջությամբ աջակցում եմ իմ եկեղեցուն, իմ հոգևորականներին, իմ ամենայն հայոց կաթողիկոսին, Տեր նորինոցություն Գարեգին Բեին, որ տկարամիտ էշ հայերը, էշերի բանակը, բոլոր հոգևորականներին են Տեր կոչում, ծաղրական էդի այդ կոմունիստերի վախվանից մտցրած ծաղրական ձևն է, էլի Տեր, ծաղրելու համար, առանց հասկանալու, առանց էլեմենտար բան ունենալու, որ Տեր միայն մեկն է, ամենայն հայոց կաթողիկոսը։ Համենայն դեպս, ուրեմն շատերի հետ եմ վիճում այդ հարցի վերաբերյալ, ու գիտեն, որ ես կանգնած եմ, պաշտպանում եմ իմ եկեղեցու, լինելով քրիստոնյա, կնքված, բայց շատ պասիվ ուրեմն հայ մարդ, որը եկեղեցի է հաճախում ոչ ամեն կիրակի ցավոք, եթե նույնիսկ հիմա ասեք մի հատ հայր մեր ասա, կարող է չկարողանամ ինչի վերջ ասել, բայց ինչևից է։ Ուզում եմ նորից խոսել մի ուրիշ կտրվածքով այդ հարցի մասին։ Իմ ծանոթներից, մոտիկներից, ընկերներից մի քանիսի հետ վիճաբանություն եմ ունեցել այս հարցով, քանի որ ասացի ես ուրեմն եկեղեցու կողքին եմ ու ինձ անհասկանալի պատճառով այս մարդիկ, որ եկեղեցու հետ կապ ունեն, երեխա են կնքում, երեխաները հաճախում են եկեղեցու կիրակնօրյա դպրոց եւ այլ, միանգամից փոխվել են 180 աստիճանով, դարել են հակա եկեղեցական, ու շատերը դրանց մեջ ոչ Նիկոլին են ընդունում, բայց եկեղեցուն էլ քարկոցում են։ Այս պահին այս հարցում Նիկոլական են, Նիկոլին են աջակցում։ Ինչու ես եկեղեցու հետ եմ, ինչու ես եկեղեցու դեմ չեմ, ինչու ես չեմ աջակցում տկարամիտների իշխանությանը։ Ես կարող էի բռնել իշխանական կողմը, ես կարող էի եկեղեցու դեմ խոսել, իհարկե լինելով բավականին կրթված խելացի դասիրակված մարդ, ինքնակրթված շատ, ես միշտ հակված եմ, որ ամեն բան պետք է լինի ապացուցված, ինչպես իրավաբանության մեջ է, պետք է լինեն փաստեր, քանի ես ոչ մի փաստ ապացույց չեմ տեսել, ինձ համար այդ բոլորը բամբասանք են, հասկանում եք, նույնիսկ Նիկոլի համար, եթե ասեն Նիկոլը թալանում է կամ սենց անում, անենց անում, քանի ես ապացույց չունեմ, ես չեմ հավատում դրան։ Հիմա խոսում են մանման, երբ որ հետքն է դրա մասին գրում, կրթվելը, ես իմ ժամանակակից է, կամ են հիմնադրամների մասին, որտեղ ահագին փող են գողացել, կերել են եւ այլ, ու դրա մասին հենց մեկը խոսում է Նիկոլի բան այրանչշումը դառնում է 140-220-ի վրա սաղին սպառնում է ու տանում լսում է KGB-ի պատվալները, արդեն հասկանում ես, որ այդտեղ ճշմարտություն կա։ Դա արդեն ճիշտ է, բայց ինչով վերաբերվում է մեր հոգևորականների եկեղեցու հետ, լրիվ բամբասանք, վարսավիրացնոցային կամ տաքսու վարորդների խոսակցություն, այդ տաքսու վարորդներն են, չէ՞ որ գիտեք, տաքսում եք Երևանում տաքսին ախպեր, ես Մոսկվան ես գործեր եմ եղել, 5 հատ տուն եմ ունեցել, 6 հատ ցեխ եմ ունեցել, բայց այսօր եկել եմ 1000 դրամով տաքսի ակշում էլ, էդի վայտի կոչումը առաջ ասում էին վարսավիրանոցային խոսակցություն, վարսավիրանոցներում են այդպիսի բաներ խոսում, հիմա ասենք տաքսու վարորդներն են այդպիսի բաներ խոսում։ Ես ինչու դրա կողմնակիցը չեմ, որովհետև ապացույցներ չկա։ Եթե լինեին 100%-անոց ապացույցներ, ես միգուցե իշխանության կողմնակիցը կլինեի, կմիանայի պայքարին ընդդեմ մեր եկեղեցու, որը անհեթեթություն ամեն դեպքում, որտեղ ոչ մի նորմալ մարդ չի հասկանում, որ
ամենայն հայոց կաթողիկոսին աշխատանքից հեռացնել, պաշտոնազուրկ անել հնարավոր չէ։ Մենակ տխմար տկարամիտերը կարանի մտածել այդպես։ Կամ էլ ասենք տեցը ազգայնացնել։ Միայն տկարամիտը այդպես բան կարա մտածի։ Բայց քանի որ փաստեր չկան, ես դրա կողմնակիցը չեմ։ Եթե փաստեր լինեին 100%-անոց, միգուցե ես դրա մասին մտածեի, բայց միայն մեկ պայմանով, որ ես տեսնեի, որ այս տկարամիտների իշխանությունը 7 տարվա մեջ արել է ամեն ինչ։ Սերժիկի կոստյումը պատրեքսել են աղբանոցը, նոր սահմանադրություն են գրել, որտեղ ոստիկանությունը եւ ԱԱՑ-ն չեն ենթարկվում անմիջապես Նիկոլին, որ ուժեղացրել են Արցախը, որ Արցախում ապրում են հայերը, որ բանակցային սեղանին եղած փաստաթուղթը Նիկոլը բերե դրել է ժողովրդի հետ քննարկել է, սարքել է հասարակայնորեն բաց ու ինչ են արել ու 5 շրջանը հանձնել են, Արցախը մնացել է հայկական, Արցախի վրա հայությունը ապրում ու այդ հարցը քննարկում են, որ դատի են տվել բոլոր նախկին թալանչիներին, որ բացահայտել են մարտի 1-ի դեպքերը, որտեղի գլխավոր մուտիլովչիկներից մեկը Նիկոլն էր, ժողովրդի խառնեց իրար, հենց սկսեցին կրակել, ինքը առաջինը Արամ Սարգսյանի Լևոնի հետ փախան թեյ խմելու։ Հայտնաբերել են հոկտեմբերի 27-ի դեպքերը, սա այն բաներն է, որ 7 տարի է, բանի պես են Անտելյա Ապուշյանին չէր, որ Արման Բաբաջանյանին ուղարկում եք մոտը հարցացույց վեկալելու, դրա նման կենթանի դեռ մնացած, քանի գլուխը չեք կերել, բանը վկան բերդում նստած է, լավ հարցաքննեք, թողասի ով է կազմակերպիչ, ով արել եւ այլ, կամ մարտի 1-ի դեպքերը հայտնաբերած կլինեին ու հայտնաբերած կլինեին ոչ թե գնային կպնեին Քոչարյանից, այլ ամենաներքևից սկսեին գտնեին այն մարկանց, ովքեր կրակել եւ սպանել են 10 հոգու։ Դա 5 հոգի է կրակի, ամեն մեկը 2 հոգու է սպանել, թե 10 հոգի էին կրակել, ամեն մեկը մի հոգի էր սպանել։ Մի հատ առաջինը դրանց պետք է գտնեին, հետո ներքևից բարձրանային վերե, որ տեսնեին հրաման ով է տվել, զորք ով է բերել եւ այլ այդպես նոր հասնեին Քոչարյանին, եթե Քոչարյանն է դրա հետո կանգնած։ Չած Քոչարյանը արդեն իշխանությունը արդեն հանձնել էր Սերժ Սարգսյանին, ինչևից է հայտնաբերված կլիներ։ Բոլոր թալանվածը վերադարձված կլիներ ոչ թե ժողովրդին հետ խափելով ինչ-որ պետքա բերեն ժողովրդին, այլ պետական բյուջե, ոչ մեկի հետ հաշտության պայմանագիր կնքված չէր լինի, այլ հողափոխական օրենքների համաձայն 10 դոլար ես գողացել, 15-ը կբերես հետ կտաս տոկոսն էլ հետը, ոչ թե կընկնեին ինչ-որ 20 տարվա Range Rover եմ հետ բերում կամ բան, այդ 20 տարվա Range Rover-ը թե ժամանակ եղել է $50,000, հիմա դա $5,000 էլ չարժի, Range Rover-ը բերում, ոչ մեկի հետ հաշտության պայմանագիր նկատի ունեմ, թալանչիների կնքված շերելի, բուլկի Արամեր, Չորնի Գագոեր, Տարոն Մարգարյաներ, այդ բոլորը, որոնք բռնաբարեցին քաղաքը որպես թաղապետ էր, այդ բոլոր անօրինական ուրեմն սեփականաշնորհված գույքը հետ կբերվեր մանկապարտեզներով, շենքերով, տներով, Աղվան Հոսեփյանին Գագիկ ինչա կոչում ասա, Գագիկ հարկայինի պետը Էդմոն Մարուկյանն շատ իր անունը տալիս, այսինքն սենց էլի, ինչ-որ գործ արած կլվեր, Արցախը մերը կլներ, սուեր չէին գնի, որ գնային Դավիթ Տոնոյաններ, նկարվեին այդ դրոններ կունենայինք, դրոնային մի դասակ կունենայինք, մի ես չգիտեմ, կորպուս կունենայինք, որ երկինքը կպաշտպաներ, կունենայինք մի 1000 հոգուց բաղկացած IT տեխնոլոգիաներին լավ տիրապետող երիտասարդներ, որպես սուպեր խակերներ, որ Երևանից կարողանային անմիջապես ոչնչացնել, ես չգիտեմ, թուրքական կամ ադրբեջանական ամբողջ համացանցը, հասկանում եք, ինչ-որ գործեր արած կլներ, արդարություն վերականգնված կլիներ, այդ ժողովուրդը մի բան տեսա, այսինքն 7 տարվա մեջ մի բան արած կլինեին, 7 տարվա մեջ ոչինչ չեն արել, 7 տարվա մեջ միայն ավիրել են, Արսեն Թորոսյանի պես, ասենք էլի, բանը առողջապահությունը COVID-ի ժամանակ ինչքան կերան, ինչքան մարդու գլուխ կերան, 7 տարվա մեջ այս մարդիկ մի հատ լավ բան այս երկրի համար չեն արել։
Եթե ասֆալտ են արել, ասում են 460 կիլոմետր ասֆալտ են արել, տեղած ասֆալտն էլ տեսնում ենք, հենա մեր լավ երիտասարդն ամբողջը նկարումա ցույց է տալիս, հələ մի հատ էլ լրիվ լրություն իշխանության կողմից, քաղաքապետարանի կողմից, հասարակության կողմից առավելևս։ Հասարակությունը вообще թակածոնի ամեն բանի վրա։ Իրանք իրաց մենակ սիթի, տոբրակը ձեռը, այնց մանթարաշ կեղտոտ առած լողանալու քաղաքը սավորեցներից է սրա։ Այսինքն, այս իշխանությունը 7 տարվա մեջ մի հատ լավ բան արած չկա։ Ցույց տվեք մի հատ լավ բան, որ արել են։ Ես ասեմ, դե լավ, գիտեք ինչ կա, կարող է գուցե կաթողիկոսը հնարավոր է ասենք կուսակրոնությունը խախտել կամ հասկանում եք, ու ասենք սահմանադրություն փոխացել էր, զինանշանը փոխացել էր, այդ հիմնը, որ այդքան այդ հիմնը այդպես մահ, այդքան երաշտագետներ ու մասնագետներ խոսացին, որ այդ հիմնը չի համապատասխանում, ոգեկոչող չի, հիմնը գրասելն էին, մի ոգեկոչող հիմն, որ ժողովրդին տաներ դեպի նոր բարձունքներ, կամ թեկուց այդպես դաշապարտությունից հետո բոլոր այդ զոհվածների ընտանիքների կողքին կանգնած լինեին իշխանությունը եւ ամբողջ հասարակությունը, բոլոր հաշվանդամների կողքին կանգնած լինեին, գնային բոլոր զոհվածների ընտանիքները հերթով այս պատգամավորները օրերով շրջեին, ամիսներով նստեին այս սրանցանողների ձեռները բեռնեին, հետերը լացք լինեին, որ ասենք մի լավ բան են արել։ Համալիրը փագեր երկորով հրավիրեր աշխարհի 1000 լավագույն հայերին, խելացի, մեծահարուստ հայերին, ինչ ասեմ, ասել եկեք հայերով նստենք, եկեք մի արդ իրար հետ գաղտնի մի հատ համագումար անենք, տեսնենք այս մեր ազգի վիճակը ինչ է լինելու։ Սփյուռքի հետ կապերը ավելի լավացած լինեին, գիտակցելով, որ Սփյուռքը ինչպիսի հզոր կառույց է, որ Սփյուռքի ամենահզոր կառույցը հայ հեղափոխական դաշնակցությունն է, որ մեծ պոտենցիալ ունի, բայց ոչ թե Ալիևի հրամանով միայն թշնամական հարաբերություններ Սփյուռքի հետ եւ դաշնակցության հետ, հասկանում եք, դաշնակցությունը այն կառույցն է Սփյուռքում, որ մեծ հնարավորություններ է տիրապետում։ Հիմա կասեք սենց դաշնակցության վարած քաղաքականությունը դա է, որ նա միշտ, ինչպես նաև եկեղեցին, միշտ պետության կողքին է։ Դուք վաղը ֆաշիստերին կընտրեք որպես պետություն, պետականություն, դաշնակցությունը կանգնած կլինի նրանց կողքին, պետության կողքին, նույնն էլ եկեղեցին։ Հասկանում եք, դա մեղադրելու բան չէ, այսինքն ունենալով այդ սփյուռքը, որ թուրքը, թաթարը, վրացին, ուզբեկը, ցանկացած այլ կարոտի ունենալ դա, այդ հզորությունը, այդ պոտենցիալ, այդ ուժը, սա ամեն ինչ ավերեց ու փչացեց։ Այսինքն ասածս ինչ է, 7 տարվա մեջ եթե տեսածել է, որ այս տկարամիտ ազգակործան պատուհասը իր ուսապարկերի հետ, այն Թորոսյան, Մորոսյան, այն Նիմաչիկ, Նևջևեչկը, որ իմանայի, ասենք, ամենակարևոր պետական հարցերը լուծել էին ու այդ պետականամետության ճանապարհին այդ եկեղեցիներ մնացել խանգարող, որ այդ եկեղեցու հոգևորականների կուսակրոնությունը չպաշտպանելու պատճառով մեր երկրի առաջ խաղացումը դանդաղում առաջ չի գնում ու մնացել է մենակ այդ հարցը, որ մենք ունենանք կատարյալ 100%-անոց սպիրտի նման մաքուր հոգևորականներ ու եկեղեցի ու արդեն այս հարցը բարձրացնենք ու ոչ թե սենց ձևով, այլ քաղաքակիրթ ձևով հավաքվեին մի 10 հոգով, գնային հանդիպեին ամենայն հայոց կաթողիկոսին, ծնկի իշտեին մոտը, աչը համբուրեին, ասեն, որ Տեր հայր, դու մեր ամենայն հայոց կաթողիկոսն ես, բայց մենք գտնում ենք, որ դու պետք է երևի ճիշտ կլինի, որ դու հրաժարակացած մենք նոր կաթողիկոս ունենանք, որ ավելի մաքուր կլինի, ազգասեր կլինի, երկրի կտանի նոր բարձունքներ։ Բայց դու 7 տարվա մեջ մի հատ դրական գործարար չկաս, բացի ունիտազներն ու ցնցումները ստուգելով ու կախիչները, բոլոր տեղ ամենուր եք տանուլ եք տվել բոլոր հարցերը ու այսօր եկել եք բարձրացնում եք ամենակարևոր, հիմնասյուն հանդիսացող կառույցին ձեզ կացինով տակից խփում եք։ Այս սա է պատճառը, որ ես երբեք չեմ ընդունի իմ այն ծանոթ ընկերների տեսակետը, որ այսօր անցել են ինչ-որ սենց կմերժեմ բոլորին, ոչ մեկի չեմ շփվի, բայց ոչ մեկին իրավունք չեմ տա մի վատ բան ասելու իմ եկեղեցու, իմ պատմության, իմ ժողովրդի անցած ուղու մասին։ Ամենայն բարիքներ, սա ուզում ասեի։